Ռուսեր առավոտից։ 9:30 բարի գալուստ հանրային ռադիոյի ուղիղ եթեր։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե մաղթում, որ 1.5 ժամն անցնի ակնթարթային շատ հետաքրքիր դրական լիցքերով, այսպես լցվեք եւ օրը անցկացնեք հիանալի պարզապես։ Եկանք հասանք օգոստոսի 20-ը, օրն է 5 շաբթի, ուղիղ եթերում այս առավոտ ձեզ հետ միասին կանցկացնել Լուսինե Մուրադյանը Եվ Տիգրան Հարությունյանը, ես հրաժարվում եմ ընդունել, որ այսօր օգոստոսի 20-ն է։ Պահանջում ենք եւս մեկ ամիս արձակուրդ։ Միանշանակ, դա չի քննարկվում, արձակուրդը երբեք շատ չի լինում։ Այո, ես համամիտ եմ քեզ հետ։ Նրանք ովքեր վայելում են հանգիստը, բարի հանգիստ, նրանք ովքեր աշխատավայրում են մեզ նման, հաջող աշխատանքային օր ենք մաղթում բոլորին եւ առաջարկում ենք միանալ մեր սոցարտակներին։ Այսօր ռետրո տրամադրությամբ սկսեցինք հաղորդումը, ես ասեմ ավելին, որ շարաչիկա 30 րոպեվա ընթացքում մենք պեղել ենք բնականաբար մի քանի այլ երգեր ռետրո հայկական էստրադայից։ Տիգրանը հանել է իր պահոցից բոլոր ռետրո երգերը։ Ոչ բոլորը, մի մասը։ Մի մասը, իսկ դուք շարունակում եք լսել Սուրճ ռուսեր առավոտից։ Այո, դա ճիշտ է, դուք ճիշտ ալիքի վրա եք, հանրային ռադիո առաջին ալիք 9:34 եւ մենք շարունակում ենք։ Շարունակում ենք հարգելի ռադիո լսողներ մեր եթերը եւ հիշեցնում, որ մեզ ոչ միայն լսում եք, այլև դիտում եք, զանգահարում եք, մուտք եք գործում armradio.am կայք, դիտել կոճակն եք սեղմում եւ իհարկե կա եւս մեկ տարբերակ, Facebook-յան հարթակ եք մուտք գործում, հայատար գրում եք Հայաստանի հանրային ռադիո եւ միանում լայվին։ Լայվի ներքո թողնում ձեր մեկնաբանությունները, իդեպ արդեն կա մեկ մեկնաբանություն, եթե չեմ սխալվում, հիշողությունս ինձ չի դավաճանում, Արտակ Մխիթարյանն է մեզ բարի լույս ասել, հետո կստուգեմ ճիշտ էի թե ոչ, բայց մենք ունենք եւս
Facebook-յան մեկ հարթակ։ Դա մեր հաղորդման Facebook-յան Այո, հարթակն է։ գրում եք Սուրճ ու սեր առավոտից Հայատար Facebook-յան հարթակում եւ մուտք գործում հենց մեր հաղորդման էջ։ Այնտեղ արդեն դրված է այսօրվա հարցումը, հարգելի ռադիո լսողներ, մենք յուրաքանչյուր առավոտ կփորձենք միասին քննարկել, հարցման միջոցով հասկանալ եւ գալ ընդհանուր հայտարարի տարբեր թեմաների վերաբերյալ։ Այսօրվա հարցը հրապարակենք, եթե այսօր կարողանայիք մեկ բան ստանալ անվճար, ապա ինչ կընտրեիք։ Եվ իհարկե, այստեղ մենք ձեզ առաջարկում ենք 5 տարբերակ, հարգելի ռադիո լսողներ, օրինակ, հանգստյան օր, Անվճար։ անվճար։ Ահա, ես կընտրեի երկրորդ տարբերակը, Ես էլ հենց կընտրեի, հիմա սա էլ էլ արեցի, ճամփորդություն, Սա էլ կընտրեի։ ինչի մասին է խոսքը, 1 միլիոն դրամ, Սա էլ երեք կընտրեի։ դե սա էլ կընտրեի, այո, երկուսն էլ ընտրեցի, հենց հիմա ընտրել եմ, բայց դու հենց էջից ես ընտրում Իմիջայլոց։ Թանկարժեք իր, Սա էլ ինձ կընտրեի։ չէ, ինձ հետաքրքիր չի, ես եթե 1 միլիոն դրամ ունենամ, ես կառնեմ այդ իրը, եւ ճոխ ընտրիկ Սա էլ ռեստորանում։ կընտրեի։ Տիգրան, Չէ, բայց ասեք, որ սա կատակ է, դուք պետք է ընտրեք ընդամենը մեկ կամ տարբերակ, երկու հիշեք։ առավելագույնը։ Չէ, մեկ Ես տարբերակ։ երկուսն ընտրեցի։ Դե չէ, չի կարելի։ Մեկը չեղարկի։ Չես հավատա, բայց ես 1 միլիոն դրամը կչեղարկեմ եւ կթողնեմ Ես էլ ճամփորդությունը, եմ այդպես, ես դա գիտեի, վստահ այս եմ, կյանքում էմոցիաներն են Իհարկե, կարևոր եւ մնայուն, հարստացրեք ձեր ներաշխարհը հաճելի հիշողություններով, որոնք դուք ձեռք եք բերում նաեւ ճանապարհորդությունների Մուտք ընթացքում։ գործեք Սուրճ ու սեր առավոտից հաղորդման Facebook-յան մեջ, որտեղ տեղադրված է մեր այսօրվա հարցումը, պատասխանի 5 տարբերակով, տեսնում ենք ամփոփումը կանեք ինչպես միշտ հաղորդման վերջին հատվածին, բայց ժամանակ առ ժամանակ կանդրադառնանք այս հարցմանը։ Հեռախոսահամարը ուղիղ եթերի 553702 հարգելի ռադիո լսողներ, կարող եք նաև կապ հաստատել հենց այդ տարբերակի միջոցով, անխափան գործում է մեր հեռախոսահամարը։ Օգոստոսի 20-ն է օրը 5 շաբթի, դուք լսում եք հանրայինի առաջին ալիքը, այս պահին Երևանում 24 աստիճան տաքություն է։ Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո կանխատեսել են կարճատև անձրև եւ ամպրոպ, նաեւ ունեն քամի, հարավ-արևելյան եւ արևելյան 4-ից 7 մետր վարկյան արագությամբ, նաեւ ամպրոպի ժամանակ քամուշ գնացում է սպասում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Տեսնենք ինչպիսին է պատկերը Երևանում։ Երևանում այսօր օգոստոսի 20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, նաեւ քամուշ գնացում 17-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օրվա ընթացքում էլ ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34 աստիճան։ Հիմա արդեն տեղափոխվենք Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներ, դրանք անցանելի են, տեղեկացնենք ուրախություն բոլորիս, եւ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհն էլ բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, սա եւս ուրախություն բոլորիս։ Գնանք մայրաքաղաքի ճանապարհներ, քաղաքապետարանի կայքից տեղեկանում ենք, Կրկին որ փոփոխություն։ ունենք երթևեկության կազմակերպման փոփոխություն, այս անգամ Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհատվածի մասին է խոսքը։ Թբիլիսյան խճուղի։ Թբիլիսյան խճուղին դա դեպի Քանաքեր որ գնում է զուգահեռ փողոցն է։ Քաղաքից որ դուրս Վերջ հասկացա, այո, Մի քիչ փորձեցի այսպես Չէ, ճիշտ ասացիր, տնավարի, բայց շատ լավ ասացիր, այո։ Գնացինք։ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով այսօրվանից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհատվածում, մասնավորապես Թբիլիսյան խճուղի Թբիլիսյան խճուղու Նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի։ Ճիշտ ասած, Շրջանցիկ թունելը ոչ մի կերպ մտքումս չի հայտնվում, չեմ կարողանում մտաբերել, բայց կարևորը վարորդները մտաբերեն, ես ոչինչ։ Ես ուզում եմ ողջունել այն վարորդներին, ովքեր իսկապես երբղեկին են հեռախոսի մեջ չեն եւ իսկապես վարում են իրենց մեքենան, ոչ թե աչքը կպած է։ Կողքերը։ Չէ, մարդկա չի քշում, հասկանում ես, հետևից ընթանում է մի քանի մեքենա, իսկ ինքը արջևից շատ դանդաղ, այսպես ազդանշանների տարափերին։ Նա վարում։ Չեմ հասկանում, ձեզ դուր է գալիս, որ վատ բաներ են ասում, օրինակ ամեն մեկնիկ մեքենայում։ Դուրս եկեք հեռախոսից, վարեք ձեր մեքենան, մի մոռացեք, որ մեքենան վարելու համար է վերջը։ Հարգելի աղջիկներ, դուք էլ միշտ բարվեք երթևեկելու ընթացքում, բայց հիմա ունենք այնինչ ունենք։ 4 բալ է Երևանում, դեռ վայելեք ազատ փողոցները, վայելեք։ Չկա վթար։ Դա եմ ուզում եմ, շատ եմ ուզում ասել, որ չկա։ Թող այդպեսի եւս մեկ օր լինի։ Մեկ օր եղել է, որ վթար չի եղել։ Հիմա դու խնդրում եմ դարա։ Նիշը ասացիր։ 4 բալ, ես ասացի նիշը։ Իմիջայլոց, ես 3 եմ նկատել մի շատ տարօրինակ բան։ Մենք ամեն ինչում թարս ենք։ Ոչ ոքի նման չենք։ Միշտ պիտի թարս մի բան անենք։ Ուշադրություն դարձել եք մեր խցանումների ժամերին։ Ուրեմն առավոտյան աշխատանքի գնալու ժամանակահատվածը եւ աշխատանքից տուն գնալու ժամանակահատվածը սովորական այլ երկրներում ամենածանրաբեռնված ժամանակահատվածներն են եւ հենց այդ ժամանակին ծանրաբեռնված խցանումները։
մեզ մոտ հերիք չի ամբողջ օրվա ընթացքում են անկանոն երթևեկություն, բայց շատ տարօրինակ է, նայր, առավոտյան եւ երեկոյան ավելի քիչ է խցանումների նիշը, քան ցերեկը։ Դե համար է, որովհետեւ մի մասը քաղաքից դուրս է, մյուս կեսը քնած է։ Չէ, բայց ցերեկը խցանում, ցերեկը 7 բալ կարող է լինել, չկարողանաս գնալ, բայց չեն աշխատում։ Դե չգիտեմ, մենք ֆոկուսնիկ ազգ ենք, աճպարար ենք, հասկանում ես։ Լուրջ զարմացած եմ, իմ զարմանքը զարմացել է։ Ես էլ եմ զարմացած, որովհետեւ այս պահին մենք չունենք խցանում։ Ծափահարություններ էստեղ էլի, այսպեսի դեպքեր շատ քիչ են լինում։ Սա եզակի դեպք է, ասես որ մենք չունենք այս պահին առավոտյան այս ժամին խցանում չունենք եւ վթար չունենք։ Բայց դե ցերեկը խցանումներ կշատանան։ Դու այդքան մի ուրախացիր, մի շաբաթ անց կտեսնես թե ինչ կկատարվի մայրաքաղաքի փողոցներում։ Գնանք առաջ, օթային տարածքներում այդպես չէ, օթային տարածքներում ամեն ինչ կարգին է եւ այսպես ժամանումների սանդղակն եմ դիտարկում եւ այստեղ տեսնում եմ, որ ունենք եւ վաղաժամ, վայրեջքներ եւ ուշացումներ եւ այսպես Բուդապեշտի չվերթը 11-ից 10-ի փոխարեն վաղաժամ կժամանի Հայաստան, այն Հայաստանում կլինի 10-ից 53-ին։ Դուբայի երկու չվերթները 11-ից 25-ի փոխարեն Հայաստան են ժամանելու 11-ից 2-ին եւ ուշացումներին էլ անդրադառնանք, երկու ուշացում, երկուսն էլ միներալնի ոդի չվերթին են վերաբերում, երկու չվերթներ 12-ից 30-ի փոխարեն Հայաստան են ժամանելու 15-ից 10-ին։ Բարի վերադարձ։ Հիմա գնանք մեկնումների սանդղակը դիտարկենք եւ տեսնենք ինչ վիճակ է։ Ժամանակին է, ամբողջ ժամանակին է։ Մնում է ինքնաթիռները վայրեջք կատարեն։ Այո, եւս մեկ անգամ ողջունում ենք Հայաստան եկողներին, նաեւ Հայաստանից կարտաժամկետ հեռացողներին, բարի ճանապարհ եւ բարի վերադարձ մաղթենք բոլորին։ Այո, բայց եթե դուք որոշել եք որևէ տեղ մեկնել կամ այլ երկրից եք գալիս, ապա ձեզ հաստատ պետք կգա կենտրոնական բանկի օրվա փոխարժեքը։ Ամերիկյան $1 օրվա փոխարժեքն է 364 դրամ, 1 եվրոն 423 է, ռուսական 1 ռուբլու փոխարժեքը 428 է, վրացական լարին 139 դրամ է, բրիտանական 1 ֆունտ ստերլինգի օրվա փոխարժեքը 494 դրամ է, Արաբական Միացյալ Էմիրությունների 1 դիրհամը 99.3 է եւ իրանական ռիալը պահպանում է իր դիրքերը շատ կայուն 0.026։ Մեր ռադիոլսողներն էլ են պահպանում իրենց դիրքերը շատ կայուն, որովհետեւ կան մեկնաբանություններ, ողջույններ ջերմ, իդեպ ձեր յուրաքանչյուր ջերմ ողջույնը ջերմացնում է նաեւ մեր սրտերը։ Ինչ են գրում։ Ես ճիշտ էի, փաստորեն հիշում մեր ռադիոլսողի անունը, շնորհակալություն ողջույնի համար։ Գակ Ավակյանն ասում է բարև հայեր, Ստյոպ Վարդանյանն է ողջունում, Էդիկ Բաբուջյանը սրտիկներ է ուղարկում, Արտյոմ Միքայելյանն ասում է ամենաջերմ ողջույններ հայեր ջան, Ամալյան ասում է բարի լույս բոլորին, ձեզ էլ ուրախ եթեր, շնորհակալություն։ Բարև ձեզ 1 միլիոնը որ վերցնենք, մնացածը կկազմակերպենք։ Բայց քվեարկեք, մուտք գործեք, խնդրում ենք սուրճ ու սեր առավոտից հայատար գրեք, կամ գրեք երաժշտական առավոտ նույն էջն է։ Եվ այնտեղ մասնակցեք քվեարկությանը։ Արի մի ռետրո կատարում էլ լսենք։ Ես արդեն ռիթմերը լսեցի։
Երկի բառերը այսօր են ակտուալ, որտեղ հիշում ես այդ տասնամյակներ առաջ այս երկրի պլուսում ենք ասենք թռչող ձկների մասին է երկում Վարդույն։ Հիմա տեխնոլոգիաները զարգացել են, ինչ ասես կարող ես կոկորտիլոսներ, ձկներ, տաքսիներ։ Միայն ցանկություն։ Այո, Միայն ցանկություն է պետք։ Ակտուալ է։ Ակտուալ է եւ ակտիվությունն ենք պահանջում նաեւ հարգելի ռադիոլսողներ, եղեք ակտիվ, մեզ այդ կապը պահպանեք եւ իհարկե ակտիվ եղեք նաեւ օրվա ընթացքում, որպեսզի ոչ մի գործ կիսատ չթողնեք։ Դե ինչ, փորձենք միասին հասկանալ, թե ինչով է նշանավորվել օգոստոսի 20-ը տարբեր թվականներին եւ ինչ տոներ ենք այսօր նշելու ու մենք շնորհավորելու։ Հետաքրքիր միջազգային օր եմ տեսնում, բժշկական փոխադրամիջոցների միջազգային օր։ Սա ինչ նկատի ունեն փոխադրամիջոց, դա եմ ուզում հասկանալ։ Հա, Կարմիր խաչով մեքենաները։ Գուցե կամ օրինակ դեղերը տեղափոխելու, չգիտեմ, մի խոսքով։ Մի խոսքով ինչ որ բան փոխադրում են, բայց բժշկական։ Սա միջազգային տոների մասն ենք։ Ուզում եմ հասկանամ ում մտքով է անցել այս տոնը միջազգային օրացույց մտցնել։ Մոծակի համաշխարհային օրը ո՞րն է։ Բայց ինչու, փղերի օր կլինի, մոծակի օր չի լինի։ Չէ, լուրջ ուզում եմ հասկանամ ինչու է միջազգային դարձրել Իսկ ճանճերի օր կա։ Իսկ ինչի մեր օրը օրինակ չկա ու մոծակի օրը կա։ Մեր օրը ո՞րն է։ Չգիտեմ։ Մեր օրը կա, չէ, բայց հաղորդավարների օր չկա, չէ՞ միջազգային։ Չէ։ Իսկ ինչի մոծակը մեզնից լավն է, չեմ հասկանում։ Սա ինչ խտրականություն է։ Մի խոսքով չեմ կարող։ Նահանգներում են հետաքրքիր եւ այսպես զվարճալի օրեր, լիմոնադի ազգային օր են նշում ամերիկացիները, նաեւ Միջազգային Միացյալ Նահանգներում շնորհավորում են մեր գործընկերներին այնտեղ աշխատող, որովհետեւ ռադիոյի ազգային օր է այնտեղ։ Բա, տեսա՞ր։ Բայց այնտեղ Օ, բեկոնի սիրահարների ես կմիանայի նրանց։ Միացիր, ես էլ եմ միանում, նաև Միացյալ Նահանգներում պեկան ընկույզով շոկոլադե կարկանդակի ազգային օրն է նշում, այնտեղ միշտ հարուստ է խոհանոցային հարստությունը երբեք չի պակասում, տեղափոխվենք այլ երկիր։ Էստոնիայում նշում են անկախության վերականգնման օրը։ Իտալիայում Սեբուրգ կոմսության ազգային տոնն են նշում։ Մի բան գիտես, չէ՞, Սեբուրգը աչքից քերոբ թվաց։ Հնդկաստան տեղափոխվենք, վերականգնված էներգետիկ աղբյուրների օրն են նշում Հնդկաստանում, դուք գիտեք, որ Հնդկաստանում մեծ ուշադրություն են դարձնում նաև բնության բարիքներին, հետևաբար շատ նորմալ է Շիրմանտասան Կարդևի տարեդարձն է նշում։ Չգիտեմ Շիրմանտան ով է, բայց շատ արագ Շիրմայի հետ կապ չունի, ասենք համ։ Սուրբ Ստեփանի օր կա Հունգարիայում, նրանք նշում են, նրանք էլ ունեն Ստեփան Պաստորետը։ Այո, Ստեփան ողջույն, մենք էլ ունենք Ստեփան ջան, ողջունում ենք Ստեփանին։ Դավինային ողջունենք, այո։ Եվ շարունակենք։ Ստեփան ջան, իմիջիալոց ուզում ենք քեզ տեղեկացնենք, որ Հունգարիայում Սուրբ Ստեփանի օրն են նշում։ Մարոկո տեղափոխվենք, Թագավորի եւ ժողովրդական հեղափոխության օրն են նշում։ Խնդրեմ Ռուսաստանում կան եւս Ինչի բաց թողեցիր Կալիաոն օրինակ։ Դա ինձ ոչինչ չի ասում։ Պերոյում Կալիաոյի փառատոնն է։ Դե մի խոսքով, Չեբուրաշկայի ծննդյան օրն են նշում ռուսները։ Այ, Չեբուրաշկա հիշում եք, չէ՞ դղդղկիկ։ Նման մի Դղդղկիկ։ բան։ Երաժշտական արգելքի օրեր նշում նաև ռուսները եւ թիկունքը ամրապնդելու օր։ Թիկունքը միշտ պիտի ամուր լինի։ Այո, այո։ Տեղափոխվենք եւ հասկանանք, թե ինչ հետաքրքիր դեպքեր ու իրադարձություններ են տեղի ունեցել տարբեր թվականների հենց այսօրը։ Սկսենք 2002-ից, հենց այսօրը General Motors կորպորացիան հայտարարել է 700,000 ավտոմեքենաների հետ կանչման մասին։ 2000 թվականին թողարկած Chevrolet եւ GMC պիկապներում ու միկրոավտոբուսներում հայտնաբերվել էին անվտանգության բարձիկների անսարքություններ, բայց լավ է, որ հետ են կանչել։ Ապրել։ 1991-ի այսօրը Էստոնիան անկախացավ ԽՍՀՄ-ից։ Տեղափոխվենք 1981 թվական, չէ, չենք տեղափոխվում 81, չէ։ Արի դրական լուրեր։ Դրական լուրեր միայն եւ միայն։ Ահա 1980 թվականի այսօրը իտալացի լեռնագնաց Ռայնհոլդ Մանսներն առաջին անգամ միայնակ հասել է Էվերեստի գագաթը առանց թթվածնային դիմակ օգտագործելու։ Դուք գիտեք, որքան բարձրանում է, այնքան թթվածինը պակասում է եւ շատ դժվար է շնչել, այնտեղ շատ բաներ են փոխվում մարդու օրգանիզմում, այստեղ բրավո։ Տիեզերական եւս մեկ լուր 1977 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներում տիեզերք է ուղարկվում Voyager 2 տիեզերանավը արեգակնային համակարգության հեռավոր մոլորակները ուսումնասիրելու նպատակով։ Տեղափոխվենք 1975 թվական եւ կրկին գիտական լուրերից հեռու չգնանք, որովհետեւ NASA-ն դեպի Մարս է ուղարկել Viking տիեզերակայանը։ Իսկ հիմա գնանք երաժշտական աշխարհ։ Այո, 1969-ի այսօրը Beatles-ի անդամները վերջին անգամ ամբողջական կազմով հանդիպեցին ձայնագրման ստուդիայում, ավարտելով Abbey Road ալբոմի աշխատանքները։ Վերջին երգը, որի վրա նրանք միասին աշխատեցին, եղավ I Want You երգը։
Այո, she so heavy, եւ կրկին գնանք, հա, հեսա, այլընտրանքային անուններ, եւ գնանք նորից գիտական աշխարհ, որովհետեւ 1960 թվականի այսօրը երկիր են վերադարձել դիեզերք ուղարկված առաջին կենդանի արարածները, բելկան եւ ստրիելկան շենիկները կարևորը հետ են վերադարձել։ 1953 թվական խորհրդային միությունը հայտարարեց ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին։ 1945 թվականի այսօրը ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը վավերացրեց ՄԱԿ-ի կանոնադրությունը։ Իսկ Հռոմի մետրոյի առաջին գիծը բացվել է հենց այսօր 1925 թվականին։ 1912 թվականի այսօրը Թոմաս Էդիսոնն արտոնագրել է ֆոնոգրաֆն ու էլեկտրամարտկոցը։ Շատ կարևոր։ Այսօր նաև արտոնագրվել է սկավառակով հեռախոսը, դա եղել է 1896-ի այսօրը։ Իսկ 1897 թվականի այսօրը Ռոնալդ Ռոսը հայտնաբերել է մալարիայի հարուցիչը։ Եվ գնանք առաջ ու հասկանանք էլ ինչ հետաքրքիր Ոչ մի տերքիր բան։ Վերջ, այսքանով ավարտեցինք։ Գնանք տեսնենք ովքեր են ծնվել պատմության։ Արի մի հատ երգ լսենք, հետո կհասկանանք հոբելարնից ինչ ով կա չկա։ Լրիվ ռետրո ենք հայկական։ Այս հատվածը, այո։ Ես բարջունիս Երի անդամ օյոյ Ինչ տնգի ես հով չունիս Երի անդամ օյոյ Ինչ տնգի ես հով չունիս Երի անդամ օյոյ Երկնքի խուշ ես դարել Երի անդամ օյոյ Իջնելու հնար չունիս Երի անդամ օյոյ Իջնելու հնար չունիս Երի անդամ Սուրճ ու սեր առավոտից։
9:56 շատ քիչ ժամանակ ունենք մինչ այս եթերաժամի ավարտը եւ հասցնենք նաեւ ծանոթանալ օրվա հոբելյարների ցանկին։ Այսօր հարուստ են օրացույցը հարուստ է դերասաններով ու դերասանուհիներով 1992 թվականի այսօրը ծնվել է ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Դեմի Լովատոն։ Ամերիկացի եւ բրիտանացի դերասան Էնդրյու Գարֆիլդն է ծնվել 1983-ի այսօրը։ 1982 թվականի այսօրը ծնվել է կանադացի դերասանուհի Մեգան Օրին։ Ինչ մնա, ջութակահար Մաքսիմ Վենգերովն է ծնվել այսօր 1974-ին։ Կրկին վերադառնանք դերասանական աշխարհ 1974 թվականի այսօրը ծնվել է ամերիկացի դերասանուհի Էմի Ադամսը։ Եվ այստեղ ունենք ֆուտբոլային մեկ այս նախկին ֆուտբոլիստ, իտալացի նախկին ֆուտբոլիստ Ջուզեպե Ջանին, ծնվել է 1964-ի այսօրը։ Նաև բժշկական աշխարհից ներկայացնենք նաև այս անունը, հայ նշանավոր ֆիզիոլոգ, նաև 1973 թվականից Երևանի պետական համալսարանի ֆիզիոլոգիայի ամբիոնը կրում է հենց նրա անունը, խոսքը Տիգրան Մուշեղյանի մասին է, նրա ծննդյան տարեթիվն է 1886-ը։ Իտալացի կոմպոզիտոր Յակոմո Պերին ծնվել է 1561-ի հենց այսօրը։ Եվ նշանավոր մեկնաբան ռադիոլուրի մեր գործընկեր Արմինե Գևորգյանը արդեն վերտահարում է։ Նա այսօր չի ծնվել, բայց նա մեզ հետ է, բարի լույս Արմինե։ Նա ներխուժեց ուղղակի, բարի լույս, լավ ես Արմինե։ Շնորհակալ եմ, դուք ոնց եք։ Լավ, դու կարող ես այսօր շնորհավորել մոծակներին, որովհետև նրանց միջազգային տոնն է։ Այո, մոծակյոր եմ նշում այսօր։ Դուք մի միայն ընկալեք մոծակը որպես կենթանի, լիքը մոծակներ կան մեր շրջապատում, որոնք են ու խայթում են, բայց դա մեզ ամենևին չի հետաքրքրում։ Անհարմարություն է։ Շատ ստեղծագործական մոտեցա, չէ՞։ Փիլիսոփայորեն, Փիլիսչալոց Արմինե։ Ես քեզ ասեմ, որ մենք կրկին ունենք մեր ռադիոլսողների համար հարցում, եւ քեզ համար արի միասին հասկանանք, թե դու որ տարբերակը կնախընտրես։ Եթե այսօր կարողանայիք մեկ բան ստանալ անվճար, ինչ կընտրեիք։ Տարբերակները 5-ն են. հանգստյան օր, ճամփորդություն, 1 միլիոն դրամ, թանկարժեք իր ճոխ ընտրիկ ռեստորանում։ Դե։ Ճաշկերույթ։ Եթե, այսպես ասեմ, ոչ նյութական բնականաբար կուզենա, այսինքն նյութականը ճամփորդություն, բայց 1 միլիոն դրամ կուզենայի, որ վարկս փակեի։ Արի քո դեպքում սկսենք 1 միլիոն դրամ։ 1 միլիոնից։ Եթերից հենց դուրս գաս մուտք ես գործում սուրճ Սեր առավոտից Facebook-յան էջ հնարավոր է ինչ-որ բարեգործ որոշի իմ վարկը փակել։ Մեկ է սար, արի հավատանք հրաշքների։ Անընդհատ կխոսեմ, կգովազդեմ տվյալ մարդուն։ Դե տեսնենք։ Գովազդը Արմինեին։ Դե եթե 1 միլիոնին կփակի, ես կգտնեմ գումար։ Հասկացա։ Տարբերակներ կգտնի։ Կամ պարտերով կաշխատենք։ Դե ինչ անվճար լուրեր այս պահին եթերում, եթերում, որից հետո մենք կապեմանք վերադառնանք։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Կառավարությունը հրապարակել է 2026-2031 թվականների ծրագիրը, որը քննարկվելու է այսօր կառավարության նիստում, այնուհետև ուղարկվելու է ազգային ժողով։ 85 էջից բաղկացած ծրագիրն ամփոփվում է հետևյալ մտքով. այս ծրագրի հիման վրա կառավարությունն ընդունելու է իր գործունեության 5-ամյա միջոցառումների ծրագիրն ու իրագործելու է այն։ Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ նոր որակի պետություն եւ ապահովել պետության վերելքը։ Հայաստանի Հանրապետությունն այսպիսով թևակողում է իր պատմության այն փուլը, որը անվանում ենք 4-րդ հանրապետություն։ Ծրագրում ընդգրկված են նաև Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը, մեջբերում եմ, շարունակվելու են Եվրամիության հետ ռազմավարական համագործակցության ոլորտային զարգացումն ու ինտեգրումը, համապարփակ եւ ընդլայնված գործունեության համաձայնագրի լիարժեք ու արդյունավետ կիրառման, ինչպես նաև Եվրոպական միության ժողովրդավարության, օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջական միջավայրի, սոցիալական եւ այլ ոլորտների չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ ավարտին է հասցվելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության մուտքի արտոնագրի ազատականացման նպատակով։ Կառավարության 5-ամյա ծրագրում անդրադարձ կա նաև հայ առաքելական եկեղեցուն։ Հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու եւ հայաստանյաց առաքելական Սուրբ
եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար։ Ապահովելու է եկեղեցու փաստացի պետի հեռացումը, հանգստի կոչումը եւ սահմանված կարգով իրականացվելու է կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ապահովելու է նաեւ կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության եւ հոգեվորականների բարեվարկության ապահովման կառուցակարգեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը պետք է համակարգային լուծումներ մշակի բանակում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ։ Ըստ այդ որոշմամբ խմբում ընդգրկված կլինեն պաշտպանության, կրթության, առողջապահության նախարարները, զինված ուժերի շտաբի պետը, ռազմական ոստիկանության պետը ու մի շարք այլ պաշտոնյաներ։ Նրանք 3 ամիս ժամանակ ունեն առաջարկություններ մշակելու եւ վարչապետին ներկայացնելու համար։ Փաշինյանի այս որոշումը հաջորդում է ըստ տարվա 8 ամիսներին խաղաղ պայմաններում բանակում մահվան 12-րդ դեպքին։ Վերջին ինքնասպանության որակված դեպքից հետո պաշտպանության նախարարությունում 4 պաշտոնանկություն եղավ, այդ թվում փոխվեց ռազմական ոստիկանության պետը։ Քննադատները բարձրացնում են նաև պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի պետի պատասխանատվության հարցը։ 9-րդ գումարման խորհրդարանն ավարտել է հանձնաժողովների նախագահների թեկնածուների քննարկումը։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը տեղեկացրել է, որ ազգային ժողովի մշտական 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունները տեղի կունենա այսօր ու այն կտևի մոտ 2 ժամ։ Նիկոլ Փաշինյանը ընդունել է նաև Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահա Սինհային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Այս մասին էլ տեղեկանում ենք կառավարությունից։ Ձերբակալվել է Վանաձորում եւ Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալիա Լափաուրին։ Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում է, որ նա մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման եւ պաշտոնեական կեղծիք կատարելու համար ձերբակալվել է նաեւ նույն ծրագրի փորձագետ Դավիթ Մելքումյանը, նա մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու համար։ Հաագայում Եվրոպական միության իրավապահ համագործակցության գործակալությունում Եվրոպոլում բացվել է Հայաստանի Հանրապետության կապի սպայի գրասենյակ, այս մասին տեղեկացնում են ներքին գործերի նախարարությունից։ Արդեն 4 ամիս է Եվրոպոլում որպես կապի սպա պաշտոնավարում է Արա Ֆիդանյանը, ապահովելով Հայաստանի իրավապահ մարմինների եւ Եվրոպոլի միջև առավել օպերատիվ եւ արդյունավետ համագործակցություն։ Հայաստանի եւ Եվրոպոլի միջև ձևավորվել է արդյունավետ գործընկերություն, ուղղված միջազգային եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, տեղեկատվական փոխանակմանը եւ իրավապահ ոլորտում համագործակցության խորացմանը։ Եվ անդրադառնանք միջազգային լրահոսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը, նշելով, որ դա կարող է տեղի ունենալ որոշակի փուլում, սակայն այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում։ Թրամփը կրկին հայտարարել է, որ իր կարծիքով ներկայում ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը։ Իսկ Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ չեն հանդուրժելու թուրքական զինված ուժերի տեղակայումը հարավում։ Մենք սա ընդհանուր առմամբ հստակեցրել ենք եւ տեսանք, որ Թուրքիան մտադիր էր հաստատվել Հալեպի մոտ գտնվող օդանավակայանում։ Մենք ուղերձ հղեցինք, ուղերձը հնչեց, բայց ըստ երևույթին նրանք այն չլսեցին, հայտարարել է Նեթանյահուն։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը, ռադիոլուրի եթերում խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Ժամանակը մեր թրջող երազ է սիրելիս, ճանապարհը երգ է ու ձայներն են մեզ կանչում, մեր արևը մեր
սիրո երկինքն է ջերմացնում Ծովերի կապույտը բիթև է սերվից գրկում Կարոտում եմ քեզ սրտում իմ լույս է ու խնդում Սիացանը երգ է ու ձայներն են մեզ կանչում Երբ սիրում եմ սուր ձմռան դաշտերն են կանաչում Սիրում եմ թող հոգիս երկով իմ խենթանա Դու ես իմ միակը, իմն է մոլորակը Սիրում եմ թող երկով մեր սիրտը լիանա Ու մեր դիքշը հերանա Թող իմ երկինքը վարգերած դառնա Ստերից ընկնող լույսից թող քեզ համբույր մնա Գլորվում են մեր օրերը մեզ հուշ է տալիս Հուշերում գարուն ու հուրու կյանք է սիրելիս Սիրում եմ թող հոգիս երկով իմ խենթանա Դու ես իմ միակը, իմն է մոլորակը Սիրում եմ թող երկով մեր սիրտը լիանա Ու մեզ դիք չհերանա Ճանապարհը երգ է ու ձայներն են մեզ կանչում Երբ սիրում ենք սուր ձմռան դաշտերն են կանաչում Գալորվում են մեր օրերը մեզ հուշ է տալիս Ժամանակն անվերջ կրճող մեր կյանքն է սիրելիս Սիրում եմ թող հոգիս երկով իմ խենթանա Դու ես իմ միակը, իմն է մոլորակը Սիրում եմ թող երկով մեր սիրտը լիանա Ու մեր դիք չհերանա Սիրում եմ թող հոգիս երկով իմ խենթանա Դու ես իմ միակը, իմն է մոլորակը Սիրում եմ թող երկով մեր սիրտը լիանա Ու մեր դիք չհերանա Սուրճ ու սեր առավոտից 18 րոպե, սիրով ենք ասում բարի լույս նրանց, ովքեր օգոստոսի 20-ի առավոտը շարունակում են անցկացնել մեզ հետ։ Բարի լույս հարգելի ռադիո լսողներ, եւս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ եւ շնորհակալություն ենք հայտնում իհարկե ակտիվ մասնակցության համար։ Պարզապես խնդրում ենք քվեարկությանը ակտիվ լինել, ոչ թե մեկնաբանություններ գրել քվեարկության ներքո, այստեղ ասում է, որ լավ հոգելից խմիչք եւ բոլոր նշված տարբերակները։ Բայց բոլորը չի լինի, մեկը պետք է։ Արման Մարուկյանն է գրում, մեկը ընտրեք նշված տարբերակներից հարգելի Արման։ Մենք կփորձենք միասին հասկանալ, թե առհասարակ այսօր աշխատող մարդու հիմնական ցանկությունը որն է, եւ դա կախված է հենց ձեր պատասխաններից, այնպես որ մենք սպասում ենք եւ ակնկալում ենք, որպեսզի դուք ել ավելի ակտիվ քվեարկեք, իսկ քիչ անց բացելու ենք հյուրասրահի դռներ եւ շատ հետաքրքիր, բոլորիս համար շատ հաճելի մի թեմայի շուրջ ենք զրուցելու, մնացեք մեզ հետ։ Այո, մոտ գործեք մեր Facebook-ին, շարունակեք քվեարկել, իսկ մենք շարժում ենք առաջ։ Աստորեն քեզ դեռ երկար պիտի հիշեմ շատ ավելի քան ճանաչել Եթե պիտի կյանքս առաջ ու հետո իբաժանեիր գուցե ավելի լավ է դու չլինեի երբեք այս վարձակով փողոցներով անցնում ու քեզ են մի պահիշ
չասեմ սիրում եմ քեզ բայց դու գիտես կամ հասրել ես կասկածել Եթե պիտի կյանքս առաջու հետո իբաժանեիր Գուցե ավելի լավ է դու չլինեիր երբեք այս վարձակում Փողոցներով անցնում ու քեզ եմ մի պահ հիշեցնում Սպաղված անծանոթները վարձակում Փողոցներով անցնում ու քեզ եմ մի պահ հիշեցնում Քո տակապույտ ու անհանգիստ աչքերը Այս խամուտիկ ու շատ հեռու ձեռքերը Կգամի օր ու ինձ քեզնից Սև ու սպիտակ շապավանից Բացի էլ չի մնա ոչինչ Սուրճ ու սեր առավոտից։ Did you know that you can play the piano and Suno using your keyboard? 10:13 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիո լսողներ, այստեղ շատ հետաքրքիր մի մեկնաբանություն է թողել մեր ռադիո լսողը, որը բնակվում է Գերմանիայում, Գագա Ավակյանն ասում է գոլեգաներս, խեղճ գերմանացիները ստիպված սուրճ ու սերն են լսում։ Տորստենը նեղվեց դուրս եկավ, իսկ Ֆրանկը ձեզ բարևում է։ Եկեք մենք էլ բարևենք թե Տորստենին, թե Ֆրանկին, որովհետեւ երկի ընթացքում ահագին չարչարվել եմ, որ կարողանամ երկու բառ իրար կպցնեմ։ Դե տեսնենք Չդատեք ծանր բացարձակ գերմաներեն չգիտեմ։ Հիմա մեր գործընկեր Լեաննան կնեղ սրտի, որ ես սխալ եմ կարդալու, բայց նախապես կուշացնում եմ սխալ եմ կարդալու։ Guten Morgen, liebe Hörerinnen und Hörer։ Դա ինչ է։ Գերմաներեն։ Սպասիր։ Herzlich willkommen zu unserer Sendung. Schön. Dass Sie heute bei uns seid։ Հուսամ մեր գերմանացի ընկերները հասկացան, թե ինչ ասացի ես նրանց։ Ես կլրեմ այս պահին։ Ես ուղղակի գերմաներեն եթերային ողջույն ասացի։ Ընդունենք հեռախոսազանգ։ Ասում ենք բարի լույս մեր ռադիո լսող։ Բարի լույս ունկնդիր, դուք եթերում եք։ Մի րոպե տիկին Անահիտ, բարի լույս։ Նորից Տեսեք։ Ահա։ Այ հիմա ձեզ Դուք լսեցինք, ինչպես դուք եք։ ինչպես եք։ Լավ ենք, լույս ջան, մի բան ասեմ, ես մի հիանալի հայկական ֆիլմ ունենք, Ֆրունզե Դովլաթյանի մենավոր ընկուզենի։ Այո։ Այնտեղ Ջիգարխանյանը մեկին ասում է գործ չունես լեզուդ քարուքանդ կլինի։ Շատ ճիշտ, Ես շատ արապած ճիշտ։ էի։ Մենք դժվարություններից չենք վախենում։ Ճիշտ է, բնականաբար։ Ես ուզում եմ ձեր հարցին պատասխանել, քանի որ Facebook-ում գրելու հնարավորություն չունեմ։ Ասեք։ Ես կնախընտրեի 1 միլիոն դրամը, ինչու, որովհետև չեմ ուզում առավոտ շուտ բոլորին տխրեցնել, քանի որ ինքս խոցելի խավեմ, Այո։ օրեցօր մեր սոցիալական վիճակը շատ բարդանում է, եւ դա կպահի իմ կարիքները հոգալու համար, իսկ հանգստանալու համար ամեն օր հանգստանում ենք, էլ ինչ ենք անում։ Չէ՞ դե, դրսում։ Հանրային ռադիոյի ինտերակցիան, թե ինչի ինտերակցիան, բայց հանգստանում ենք ամեն բարակը, իսկ 1 միլիոն դրամը անպայման կպահի իմ խնդիրները կամաց լուծելու, որովհետև օրի ժամ-ժամի մեր հաշվանդանների վիճակը շատ բարդանում է։ Բայց ես չեմ ընկճվում, չեմ հանձնվելու։ Այո։ Այ դա ամենակարևորն է։ Ես մաղթում եմ բարի եթեր, շատ լավ օր։ Իդեպ առաջիկայում շատ շոքեր են սպասում, եկեք սրանեկին։ Ուրա։ Երանի կտանք, այո, մինչև 40 է լինելու։ Դե որտեղից եք եղել այդ տվյալը։ Տեսնենք։ Շնորհակալություն։ Լավ օր ձեզ։ Ահագին ուրախացա Ինչի՞։ շոքերից։ Դե Դուք չեմ ուզում տանը ջերոց չունեք։ Չեմ ուզում ջերոց միացնել, ուզում եմ ամռանը ամառային շունչ Դուրը զգամ։ բացում ես։ Թե չէ երեկոներին Եվ թռվռում վրսում ես։ Կարծես Գյումրիում լինեմ։
Այնտեղ է երեկոները սառը։ Իդեպ ողջունենք Գյումրիի մեր ռադիոլսողներին, Վանաձորի մեր ռադիոլսողներին, Սյունիքի մեր ռադիոլսողներին ու այդպես շարունակ։ Այո, բոլորին ողջունում ենք 10-16 օգոստոսի 20-ը եւ ձեր գիտակ ունենք այս բան լրահոս արդեն པարզ է դարձել թե ինչպես է Փոփի Թագուին 68-ամյա Մադոննան նշել իր ծննդյան օրը։ Ես հարց ունեմ։ Բա ինչի քեզ չի հրավիրել իր ծննդյան տարեդարձին Դա այդպես ստացվեց այս անգամ։ Հաջորդ տարի ոչինչ։ Մադոննան ներկայացել է հազվագյուտ ընտանեկան այսպես լուսանկարով, որտեղ կեցված է ընդունել իր 6 երեխաներից 5-ի հետ։ Փոփաստղը այս շաբաթ նշել է իր 68-ամյակը Հունաստանում, ասենք, եւ տոնական լուսանկարները Մադոննան իր 29-ամյա դուստրերի Լուրդեսի, 29-ամյա Մերսի Ջեյմսի եւ 13-ամյա երկորակների հետ է, ինչպես նաեւ 26-ամյա որդու Ռոկոյի հետ։ Նրա 20-ամյա որդեգրած որդին Դեյվիդը լուսանկարներում չկար։ Մադոննայի միացել է նաև իր 30-ամյա ընկերը Աքիմը։ Լավ է, չէ՞, 68-ամյա Մադոննան եւ իր 30-ամյա ընկերը։ Իրականում դա ավելի ճիշտ տարբերակ է, քան որ տղամարդն է կնոջից մեծ լինի։ Ես միշտ դա ասել եմ, ով է հորինել այդ տարիքային տարբերությունը, որ տղամարդը պիտի մեծ լինի, որովհետև գալիս է որոշակի մի տարիք, երբ կնոջ ծաղկման փուլն է սկսում, իսկ տղամարդը ուզում է ոչինչ չանել, իր մոտ էլ пассивանում է։ Այսպես ուզում է նստել, հանգիստ, նյարդայնանում է, երբ աղջիկը բզբզում է, մի խոսքով, այստեղ դիսբալանս է սկսվում, հակառակը պիտի լինի, պիտի տղամարդը փոքր լինի կնոջից։ Համամիտ է Սաննա ջան։ Դու կարող ես հոգեբանական լեկցիաներ կարդալ։ Ես չէի ուզում ասել դրա մասին, բայց բոլորը քննարկում են նրա կերպարը, ընտանեկան տոնակատարության համար Մադոննան ընտրել էր Դոլչե Գաբանայի ապշեցուցիչ սկես զարդարված շքեղ ծաղկային գլխազարդ փով։ Վարդագույն շորիկն է։ Չէ, շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ է։ Թե չէ ինձ թվաց են վարդագույն շորիկով է։ Ավելի ուշ երկչույն փոխել է անդերցանքը եւ հայտնվել ոսկե շղթաներով զարդարված կիսաթափանցիկ սպիտակ զգեստով։ Նա կերպարը լրացրել է նաեւ շալով եւ արևապաշտպան հովանոցով։ Սակայն այս անգամ հյուրերի ուշադրությունը կենտրոնացած չէր միայն աստղի վրա, Մադոննայի ավագ երեխաները Լուրդեսը եւ Ռոկոն ցուցադրեցին իրենց պարային հմտությունները փողոցում կատարելով ավանդական հունական պար։ Իմ ծննդյան օրն է, կերեք, աղոթեք, սիրեք, խմեք, պարեք, կոտրեք ափսեները, կերակրեք կատուներին, Փառք Աստծուն գրել է Մադոննան հրապարակված լուսանկարի։ Ենթադրում եմ համապատասխան գիրքը իր սիրելի գրքերից է, որ մեջ բերել է կեր, աղոթիր, սիրիր այո, երյակը։ Իրեւ նաև արդեն հայտարարվել են MTV երաժշտական Music Awards, Video Music Awards մրցանակաբաշխության անվանակարգերը եւ Մադոննան գլխավորել է անվանակարգերը։ Երգչուհին հավակնում է 11 մրցանակի, առաջ անցնելով Taylor Swift-ից, ով ստացել է 9, ով ընդգրկվել է 9 անվանակարգում։ Ուրա 68-ամյա Փոփի շարունակում է իր այսպես հաղթարշավը, այո, մենք բաց չենք թողում պայը, վայելում ենք Սաբրինա Կարպենտերի հետ նրա զուգերքը։
I got something I want to talk about. Madonna. I got something I want to talk about. Սուրճ ու սեր առավոտից 19:22 մենք շարունակում ենք աշխատել հանրային ռադիոյի ուղիղ եթերում։ Եվս մեկ անգամ ողջունում ենք բոլորիդ հարգելի ռադիոլսողներ եւ շնորհակալություն ենք հայտնում ակտիվ մասնակցության համար, չեք մոռանում քվեարկության մասին։ Մուտք եք գործում Սուրճ ու սեր առավոտից Facebook-յան հարթակ, քվեարկում եք, հետո տեղափոխվում եք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան հարթակ, դիտում եք live-ը, չեք մոռանում մեկնաբանություններ թողնել, որովհետեւ շատ հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու։ Շատերի մոտ հաճելի գեղեցիկ հիշողություններ են արթնանալու, շատերի մոտ ռոմանտիկ դրամատրությունն է գլուխ բարձրանալու, որովհետև խոսելու ենք մի մարդու մասին, որը իր բնույթով, իր գործունեությամբ, ամբողջությամբ մեզ սեր ու ռոմանտիկա է փոխանցել։ Այո, օգոստոսի 25-ին մեր շատ սիրելի Հայկոյի ծննդյան օրը բաց երկնքի տակ Արարատյան դաշտավայրում Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամը, Հայաստանի պետական սիմֆոնիկ տվագախումբը եւ Ադանա կոմպլեքսը ներկայացնելու են սիմֆոնիկ Հայկո բացառիկ երաժշտական երեկոն սիրված եւ ճանաչված արտիստների մասնակցությամբ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ համերգը նշանավորվելու են նաև Հայկոյի մինչ այժմ չհնչած Արարատ ստեղծագործության պրեմիերայով եւ այս մասին մանրամասն զրուցելու համար տաղավարում կասենք սիրով ողջույն Գեղեցկուհի Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ պրոդյուսեր Իրինա Վարդանյանին, բարի լույս։ Բարի լույս։ Բարի լույս, իմ հարգելի եւ սիրելի ընկերներ։ Դե ուրախությունով եմ հայտնում, որ ամսի 25-ին կրկին բոլոր հայկոյասերները կհավաքվեն երաժշտության շուրջ, կհավաքվեն, կհամախմբվեն Հայկոն ինքը իրանով շատ էր սիրում իր ծննդյան օրը։ Դրա համար մեր մոտ տենց Դա ինքը ուտող խմող տղա է։ Ինքը ուտող խմող եւ այո, միանշանակ եւ ինքը այնքան մեծ ուրախությամբ էր հավաքում այդ օրը բոլորին։ Միշտ զանգարու ինչ պլաններ ես տարի ծնունդս եւ այլը։ Դրա համար այդ ծնունդը շատ խորհրդանշական է դարձել բոլորիս համար։ Թեպետ առաջի տարին ասում էին օգոստոսի 25, մարդիկ դեռ հանգստանում են։ Չէ, արդեն եկածել։ Հա, ինձ թվում է Հայկոյի երաժշտության սիրողները արդեն տրամադրվել են, որ այդ օրը համերգ լինելու։ Ինձ թվում է արդեն Բրոնյան կա ամեն տարի օգոստոսի 25-ը պահում են։ Հա, լավ նշան է դարձել։ Ինչ ասեմ, ավելորդ ասել է, որ ամենայն ուրախությամբ կլիներ այն, եթե նա ողջ լիներ, թող չլինեին այս բոլոր սիմֆոնիկ համերգները, թող լինեին լոկալ փոքրիկ համերգներ։ Չէ, այդ ժամանակ էլ ուրիշ բաներ կմտածեին։ Դե սա իր երազանքներ, ամեն ինչ եկավ երազանքից։ Իրանք նույնիսկ Սերգեյի հետ ունեին նոտայագրած որոշ գործեր, ու ամեն ինչը պետքա տեղի ունենար, հետո ինչ-ինչ պատճառներով դե բոլորիս մոտ 20 թիվ, պատերազմ, COVID եւ այլ արդեն ոչ ոք չուներ այդ տրամադրությունը ու ոնց որ դա այն բոլոր գործերը, որը ինքը սկսել է ու ես գիտեմ վստահ եմ, որ ինքը երջանիկ կլիներ, որ ի կատարածվեց, փորձում ենք բոլորը հերթով կայացնել ու ինչպես նաեւ ստուդիայում փորձում ենք գտնել կիսատ երգեր, նորովի երգեր, տարբեր բաներ, որ ասում եմ հավելավաճելիներ հեռախոսը դրած։ Դե ոչ, դու կարող ձայն շատ հեշտ է 21-րդ դարում համաձայն։ Խոսենք մանրամասն համերգից, սա առաջին անգամ չէ, որ սիմֆոնիկ Հայկո։ Առաջին անգամ չէ, սակայն շատ անգամ մարդիկ հարցեր են տալի, իսկ ոնց եք անում, որ ամեն անգամ նոր երգեր եք գտնում, ասեմ։ Նախ Հայկոն ուներ շատ ու շատ կիսատ գրված երգեր ու մինչև հիմա կան, որոնք որ մենք պարզապես փորձում ենք ձեռագրին չկպնել, այսինքն պրոֆեսիոնալ մարդիկ Մարտին Ուլեխանյան շատ սիրուն արանժիրովկաներ անում, այնքան նմանագործիքավորումը, որտեվ Հայկոն ուներ երաժշտական ոճ ու մինիմալիզմ, որին կպնելը շատ սխալ կլինի ու մենք ամեն անգամ ինչ որ մի գործ անելուց փորձում ենք անել այնպես, որպեսզի ոնց կնայեր այդ ամեն ինչին Հայկոն, այսինքն ասում եք ինչ կասեր Հայկոն, հա։ Ինչ կասեր Հայկոն, որովհետև ինքը այդ իր մինիմալիստականի մեջ էր ու նույնիսկ ասեմ ձեզ, որ շատ անգամ նույնիսկ այս համերգից հետո մարդիկ գալիս են ու ասում են դե շատ սիրուն էր, շատ գեղեցիկ էր, սաունդթրեքերը երկնային են եւ բայց ինչ որ բաներ կա, որ մենք սիրում ենք Հայկոյի գործիքավորման սիրում ենք Հայկոյի կատարման, ու դա իհարկե անքննելի է, ես լիովին համաձայն եմ։ Բայց կան շատ սիրուն գործեր, որոնք որ դեռ լսված չեն։ Այսինքն նոր երգեր, պրեմիերաներ կլինեն։ Նոր երգեր, պրեմիերաներ, ու կան երգեր, որ sense լոկալ փոքրիկ շրջապատում ինքը երգել է կամ ինչ որ մի փոքրիկ համերգի ժամանակ, բայց ոչ հրապարակված երգեր են, որոնք որ կարծում եմ ամեն անգամ հանդիսատեսը սրտատրոպ սպասում է, որովհետև երբ որ լռության մեջ ու այդ գեղեցիկ միջավայրում հնչում է պարզապես Հայկի ձայնը, միանգամից վերադառնում ես այդ հիշողությունների մեջ։
Ունենք նաև բացի երկի պրեմիերայից այս տարի Հայկոյի սիրված ստեղծագործությունը Սպանված աղավնին հրավիրել ենք մի հրաշալի օպերային երգչուհու, մեր հայ երգչուհին է Նինան Մինասյան, որը բնակվում է դուրսը Գերմանիայում ու շատ մեծ բեմերում ես իրան անձամբ Վիեննայի օպերայում եմ հանդիպել ու մենք դուրս ունենք շքեղ երգիչներ, որոնց մասին ներսում ունենք միանշանակ, բայց ասածս այնա, որ շատ անգամ չենք ճանաչում։ Օրինակ մենք գնացել ենք օպերա պրեմիերայի ու երբ որ վերջում ասեցին սոլիստը Նինա Մինասյան, այդ հիացմունքը ու հպարտությունը մենք բոլորս այդպեսին ենք, չէ՞, կապ չունի որտեղ գտնենք։ Դրսում է, ցապարենք դրսում, ներսում Մինչ այդ ունենք մեր լավ ընկերելի Պարիտը, որը միշտ նույնպես Աղեցիսյան համերգներին ներկա է, այս անգամ Նինային ենք հրավիրել ու կարծում եմ, որ տենց հաջորդիվ հետաքրքիր շատ կլինի, որովհետև օրինակ Մարիոն, որը որ հիանալի մեր ստեղծագործություններ ակարդիոնիստ է միանում ամես ինքը մի բան ասեց, որ շատ տպավորվեցինք, ասեց շատ ափսոսում եմ, որ չեմ ճանաչել Հայկոյին իր օրոք, որ իր ստեղծագործությունները նույնիսկ խնդրելա մի քանի գործ իր ծրագրի մեջ, որը որ տուրա աշխարհով մեկ ներառի։ Ու դա ես անդադ պատկերացնում ինչքան հաճելի իրան կլիներ, որովհետև Հայկը բացի նրանց որ շատ տաղանդավոր է, ինքը իմ համար միշտ եղել է ծայրահեղ համեստ մարդ, Լուսինեն փոխաստի։ Համեստ Հա, նույնիսկ այդ համեստությունը մեկ հունից հանում էր։ Այնքան ինքը պահիտակ կարար թերահավատորեն մոտենալ նրան այն ինչ որ ինքը արել է հաստատ կվայելի ժողովրդի սերը եւ այլ։ Նույնիսկ հումորներ ասում էր, պատկերացնում եմ որ համերգսա դուս եմ գալի ու ձեզ այն 3-4 հոգու նանանա ու մի քանի հոգի հրաժարան դուք եք ինձ միայն ծափահարում։ Դա իր միշտ ամենավատ երազներ որ համերգներին նույն մարդիկ են գալի։ Ես հավատում եմ որ ինչ որ միտեղ վերևից ինքը տեսնում է հիմա որ վստահ այդ 15 հոգի չեն գալի, որ մարդիկ իրան սիրում են։ Եվ ահրելի մեր ժառանգությունն է թողել, եւ ակտուալ են բոլոր երգերը, լեփլեցուն են բոլոր դահլիճները, որ վերաբերում են հենց իրեն։ Ինչ վերաբերվում է երգերի հետ կապած, հիմա շատ մեծ պրոյեկտ ենք անում, որը այնքան բարձրացած այնքան մեծ է, որ անդադ ավարտի չենք բերում, դա նոտատետրն է, նոտագիրքն է իրա քանի որ իր մահվանից հետո շատ ու շատ գրում էին տարբեր տեղերից սովորելու ուչիչենյաններից տարբեր որ մարդիկ ուզում են իր նոտաներով սովորենան ուղակի ֆանատները մենք հիմա շատ հեշտ մարդկանց համար ընկալելի պատրաստում եք հրատարակչության նոտաներն ենք պատրաստում որը կլինի համ իր կենսագրությունից կլինեն հետաքրքիր բաներ համ կլինի տենց ավելի բովանդակալից մի փոքր ավելի ոնց ստեղծվեցին այդ երգերը ու 50 գործ եւ ավել արդեն ունենք նոտայագրած ահռելի աշխատանք արել մեր լավ ընկերը Կարեն Անանյան հեսա այս համերգները ավարտենք հուսամ տարվա վերջ նաեւ կունենան գրքի շնորհանդեսը որը մեր համար էլի շատ կարեւոր է ու Հայկոյի ժառանգության հրաշալի նախաձեռնություն ես կուզեի նաեւ խոսեինք այդ երգերից որոնք լայն հասարակությանը ծանոթ չեն արդյոք բազան մեծ է եւ անդադար սպասենք անակնկալների անկեղծ ասած շատ մեծ է բազան ու շուտով դուք կտեսնեք նույնիսկ ուղղակի չեմ կարող բացել դեռ փակագծերը, բայց կարծես Հայկոն չկա, բայց նրա նոր ստեղծագործությունները հնչելու են ամենտեղ, նոր ֆիլմերում, նոր պրոյեկտներում, նաև ծրագրավորում ենք մյուզիկլը, որը շատ դժվարությամբ է դեռ գնում, բայց մի մեծ թիմ ենք հավաքել ու ուզում ենք իր երգերով, Հայկոյի երգերով ստանանք մյուզիկլ, որտեվ այնքան շատ էմոցիա կա ու ռոմանտիզմ ու այդ ամեն ինչը այնքան իսկական է, հա, սերը մի այլ ձևի։ Ինձ հետաքրում է ինչպես է գտնում կատարողների, որպեսզի այդ երգերը չհրապարակված եւ ում վստահել այդ երգերը, որպեսզի շատ զգուշությամբ ու դժվարությամբ ու կոնկրետ կա խնդիր, որպեսզի ոչ թե նման լինի Հայկին, չէ, որտեվ ամեն մեկը ունի իր ձեռագիրը։ Բայց ես ասեմ, Հայկոն եղել է այն եզակի մարդկանցից, ովքեր միշտ քաջալերել են նոր սերնդին, ասել են, այ դու կարող ես դու ապրես, միշտ պարտադիր իր գոլեգաներին միշտ հիացել է, երկերանավիր միանշանակ, ինչքան որ մենք ունեցել ենք Եվրատեսիլ գնացողներ, Նովե Վալնա, բոլորին երկը գրեր, կասեր, դու լսել ես ինչ լավ է կոմոդ ստացում, անպայման։ Նույնիսկ ես կարծում եմ մենք ավելի խիստ ենք վերաբերվում, խիստ ասելով զուտ չիրիս պրիզմու, որ դա մեր ընկերն է, հանկարծ այդ երգը չստանա ինչ որ
իսկ ինքը շատ ուրախ ու երջանիկ կլիներ այս ամեն ինչը տեսնելուց, ես վստահ եմ։ Վստահ եմ, որ շատ երգիչ-երգչուհիներ, երբ լսում են, որ արդեն պատրաստվում եք, հա, համերգին գալիս ու ասում են, ես էլ եմ ուզում երգել։ Բա ոնց եք անում, որ չնեղացնեք։ Շատ մեծ դժվարությամբ նեղացնում ենք, ու բոլորը նեղացել են առաջին իսկ տարվանից։ Դրա համար մեր լավ ընկեր Հրաչը Քեշյան մի նոր ֆորմատ ա մտածել, որ միգուցե մենք կարող անենք հայկի երգերի հետ կապված ֆեստիվալ, որտեղ որ ճանապարհ կտանք նաև շատ, այո, նորերին, հներին, բոլորին, ովքեր որ ուզենան, որովհետև իրականում հայկում բոլորինն է, մենք չենք, որ պիտի ասենք, այ դու կարող ես երգել, դու չէ։ Այսինքն Հայկոյի երգերի փառատոն։ Ինչ հետաքրքիր նախագիծ է։ Շուտով իրագործել եք։ Մարդիկ որոշեն որն է հետաքրքիրը, որն է իրանց համար ավելի սիրվածը։ Միևնույն է Հայկոյի կատարումները, հա, կատարումներից հետո միշտ այդպես է, չէ՞, բնօրինակից հետո շատ դժվար է լսել ինտերպրետացիան ու նույնիսկ առաջին տարվա համերգից հետո եղան այնպիսի քննադատություններ, որ հետո տենց ասեցինք, որ մի վերաբերվեք սենց, հիմա եթե այդ մարդը չկա ու մենք ամեն դեպքում մարդիկ եկել են ու այնպիսի ես չեմ կարամ ասեմ զակուլիսի հուզվածությունը մինչև հիմա կապ չունի, որ անցել է 5-6 տարի։ Եթե դուք տեսնեք ինչա կատարվում, ոնց են մարդիկ հուզվում, որտեվ դա այո պատասխանատվություն է, դա հիշողություններ է, այդ Կամոս Էրանյանը իր դուդուկով մեկ է գալի տեսնում ես կզակը դողացնում է, այն Խորեն Լևոնյանը եկա 2 մետր ոյով աչքերը լցրած, դա այդ այնքանով չի կարելի, դա մարդիկ անում են այնքանով սրտանց, սա լիովին ոչ կոմերցիոն պրոյեկտներ են, մարդիկ գալիս են ու անում են լավագույնը ինչ կարող են անել։ Ինչ հետաքրքիր է, բարի կամեցող մեր ժամանակների երգիչ երաժիշտ տաղանդավոր, որը այսքան տարի կարողանում է հուզել ընկերներին։ Հա, Եվ համախմբել, հավաքել բոլորին մեկ հարթակում։ Սա մի տեսակ ֆենոմեն է։ Անունը իրա տալիս ես միտեղ դռները բացվում են, ես անկեղծ եմ ասում, ասեմ ինչի, ես կարծում եմ, որովհետև ինքը իր էությամբ շատ շնորհակալ տղա էր, դու իր համար sense չնչին մի բան է անել, ինքը այնքան կարող էր ասել այդ շնորհակալությունը, որ դու միշտ ուզում էիր իր կողքին լինեիր, իրան սատարեիր եւ այլ։ Դրա համար այդ եթե վերջին ենք հասնում, կուզեմ շատ բոլորին այդ խորհուրդը տամ, ապրենք, լինենք բարի, որտեվ չգիտենք ինչքան կապրենք, ոնց կլինի, կամեցող ամենակարևորը ինչ որ պակասումը այս մեր 21-րդ տարում։ Այո, որովհետև ամենի չենք ավարտում, գովազդը բայց ամեն դեպքում լինենք բարի եւ կամեցող։ Այդ ուժի մեջ է։ Բարի գովազդ մեր եթերում։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:35 մենք շարունակում ենք եւ եւս մեկ անգամ հիշեցնենք, մենք շարունակում ենք զրուցել Սիմֆոնիկ Հայկո նախագծի մասին եւ տաղավարում մեր զրուցակիցն է Հայկո Հակոբյան, մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ եւ պրոդյուսեր Իրինա Վարդանյան։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, օգոստոսի 25-ին Ադանա կոմպլեքս ժամը Բացօթյա հարթակում 7:30 հավաքվում ենք, մի փոքր ավելի ուշ, արդեն որ արևը մայր ընկնի, եւ կսկսենք։ Կարծում եմ շատ գեղեցիկ է։ Հաճելի ավանդույթ է դարձել, արդեն կարողանում ենք գեղեցիկ համերգներ ստանալ բացօթյա տիրույթում։ Նախկինում խնդիր էր, ձայնի որակ եւ մնացյալը։ Այս բարակայում ինչ է սպասվում հանդիսատեսին, անկանխատեսելի բաներ կան։ Հրաչ այս անգամ Քեշյան մեր ռեժիսորը նորովի մոտեցում է արել, հաղորդավարները բացի նրանց որ վարելու են, ինչ որ բաներ են պատմելու Հայկի ստեղծագործական կյանքից, նաև ուզում եմ sense մի փոքրիկ հարթակ անել, որտեղ որ էլի Հայկի հետ կապված մտերի մարդիկ ինչ որ տարբեր պատմություններ կպատմեն, այսինքն ինքը համ սիմֆոնիկ համերգ է, որտեղ սիմֆոնիկ համերգը արդեն հնչեղ է շատ մեծ երգչախմբով եւ ամեն ինչով, համ դրա հետ մեկտեղ մտերմիկ հավաք է մարդկանց, ովքեր հավաքվել են մի երաժշտության շուրջ։ Մի մարդու շուրջ։ Ինտերակտիվ տարբերակով։ Ահա, փորձելու ենք նման մի բան անել։ Հիմքում էմոցիաներն են փաստացի ստացվում է այդպես։ Միշտ ստացվում է այդպես, հա։ Ու մեր լավ ընկեր Ավիկ Շանիչը, որը Հայկի ընկերն էր, կրկին ռեժիսոր ու նկարահանող օպերատոր, վիդեոշարքը հավաքել շատ սիրուն։ Ես չգիտեմ, չեմ ուզում սա բացել, անկեղծ եմ ասում, լույսն է անցել են տարիներ։ Եթե դու տեսնես մեր ժողովների ժամանակ մենք ոնց ենք ընկնում մի հատ ուրիշ տեղ ու հետո փորձում վերադառնալու հետ գալ,
իր հետ շատ հավես էր աշխատել ու մենք փորձում ենք այդ հավեսը, ժպիտը, տրամադրությունը ամեն ինչը պահել։ Հակառակ դեպքում, եթե այտենց տրագեդիայով անենք, չի ստացվի։ Վայ, անհնար է իրեն հիշել տրագեդիա, Լուսավոր եւ ժպիտով, հումորով եւ փորձում էր իսկապես չնեղացնել։ Մի անգամ ընկել էր երկու քարի արանքը, մի կողմում ես էր, մի կողմում Նանան էր եւ երբ որոշել էինք թեմա կինո երաժշտություն կինո, ասացի Հայկոին կանչենք, որովհետեւ Հայկոն կինո երաժշտություն, Նանան ասաց չի գա։ Ասեցի կգա, ես կզանգեմ եւ կասես կտեսնես որ չի գա։ Զանգարեցի Հայկոին, ասեցի այսպես Նանան ասում է չես գա, ես էլ ասել եմ որ գալու ես, ասեց կգամ։ Հասանք տեղ, ասի Նանա ջան, տեսար որ գալու, ասեց լավ կտեսնենք։ Երբ արդեն պիտի սկսեր կարողանում, ասեց չեմ կարող գալ կներես։ Ու այստեղ ստացվեց որ ոչ մեկից չնեղացրեց եւ ինձ չէր մերժել։ Ես նույնիսկ հիշում եմ որ ինքը կարծես եկել էր մի փոքր շուտ ու գնաց։ Գնաց, եկավ նայեց ու գնաց։ Ինքը եկավ, հաստատի, իր ներկայությունն ապահովեց, բայց չեկավ նկարահանવા։ Շատ Հայկոյի մասին էր։ Այնպես որ այո, մեզ պահում են հաճելի հիշողությունները եւ մարդը վերջին տարիներին որ հանկարծ նման տիպի բաներ էր լինում, ասում էր, հետո ասում էր շատ լուրջ էր պատճառը։ 50 տարեկանից կպատմեմ։ Ցավոք այդ 50 տարեկանին չպատմեց։ Թե ոչինչ։ Հա, բայց վերջին ժամանակները շատ պունկտուալ էր տառը, վերջի 2-3 տարին դու չես շփվել։ Այո, մենք տենց մի հատ պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ ինքը ասում է գալիս եմ ու գալիս։ Չէ, բայց ես բազմաթիվ անգամներ են եղել, նա չի ուշացել, եկել է։ Ես Հայկոյի դեպ հիշում եմ, փաստորեն մենք էինք մտերիմների հետ վատեր։ Երբ Հայկոն պարզապես երաժիշտ էր, Արարատ ռեստորանում Հարաբերության հրապարակի վրա, դեռ երկի կարիերայով չէր զբաղվում։ Եվ երբ վարում ենք այդ տարիներն էր, երբ Գրիշ Աղախանյանը նոր top 10 օֆրաբիսներ ներկայացնում։ Տիգրան մի հասա որ դու այդքան հին ես, ես ընդհանրապես դու չգիտես։ Իր արտակինին մի խաղ։ Եվ բոլորը քաջալերում ասում են Հայկո դու ինչի՞ չես երգում։ Ասում էր դե լավ, դա ինձ համար չի։ Ես այդ տարիներից Հայկոն հիշում եմ։ Գրիշան երգում ինքը չէր երգում։ Չէ, ինքը նվագում էր Ստեղնաշարի առաջ նստած եւ այո, մենք ներկայացնում ենք շնորհանդեսը հերթական top 10 օֆրաբիս։ Հայկոն պարզապես երաժիշտ էր խմբում։ Ես ճիշտ եմ top 10 օֆրաբիսի գործիքավորող։ Այո, եւ ինքը բնականաբար բեմում էր, ես հիշում եմ։ Ես նաեւ հիշում եմ որ Հայկոին սկզբնական շրջանում շատ բացահայտեցինք նաև ուրախների հնարամիտների ակումբի ամենավառ եւ ամենապոզիտիվ միշտ շուտերս կերպարն էր ու ասում էր ինչ լավն է այս տղան անկախ քեզնից էներգետիկան գալիս էր նույնիսկ հեռուստացույցի միջոցով։ Մեր հիմնադիրը Արտուր Ջանիբեկյան պատմում է մի պատմություն որ ինքը հիանալի կարողանում էր առանջրով կանել բայց ինչ որ մի հատ պահ կար որ մենակ այդ ձևի մեջ էր կարող անել որ պետք էր ուրիշ բան անել չէ սենց շատ լավ է եկեք սենց ամենակարևորը հումորի զգացումներ եւ Հայկոն կարծում եմ եւս մեկ անգամ իր գոյությամբ տարիներ անց ապացուցում է որ ամենամնայունն ու կարևորը մարդ տեսակն է այդ ամեն ինչը անցողիկ է այդ փառքը այդ պաշտոնները մարդ լինենք ի վերջո Մարդ տեսակը ասեցի, հիշեցի Armenia TV-ին, երբ որ իրականացնում էր Հայաստանի ձայնը նախագիծը։ Ուրեմն առաջի տարին Հայկը երաժշտական պրոդյուսեր էր։ Ու շատ լավ էր դա, իսկ իր պաշտոններ, որտեղ ուրախ բոլորին օգնում էր, ասում, «Էն բանը բոլորին պետք էր հանել», ինքը կորում էր այդ բանը։ Ահա որ չէր սիրում այդ։ Ու մարդիկան դրա համար էին նայում ընդհանրապես այդ action-ը տեղա երբ որ վայ, արցունքները, սերիալա չէ, հայկական համար։ Ինքը այդ պահը չէր սիրում, երբ որ եկավ նստեց ժյուրի, ասեց լսի, իսկ այդ պահը ոնց կարանք անենք, ես չհանեմ ոչ մեկ, ասի չես կարող, ընդհանրապես։ Հանում էր, հետո գնում էր տանջվելու, ամբողջ գիշեր զանգում էր առավոտյան, ես երևի սխալ արեցի, այն նրան պետք է թողեը, ու նախագիծը ուներ մի լավ բան, որ կարող էիր հետ բերել մեկին։ Ու միշտ հետ էր։ Հայկո ջան, մեկին կարող ես հետ բերել, բոլորին չես կարող հետ բերել։ Հետ շատ է։ Հետո ասում էր իր գոլեգը, «Սխմի դու, սխմի, երեխան շատ լավն է, հետ բերես երեխային»։ Մի խոսքով այդ նախագիծը իր համար չէր ստեղծված, որտեղ ինքը բոլորին ուզում էր փրկել։ Կամեցողություն ու շատ անկեղծություն։ Ինչ մտածում ասում էր ու փորձում էր ամեն ընկերասեր։ Շատ ամենագլխավոր լավ հատկանիշներ, որ ընկերասեր էր եւ հիմա էլ շարունակում է համախմբել բոլորիս իր համերգներով։ Ու մենք նույնիսկ հասկացանք, որ անբացատրելի է իր զբաղվածությունով մարդը երբեր հասցնում այդքան ընկերներ ունենալ, որտեղ ընկերություն անելը դա պատասխանատվություն է, դա ժամանակ է, պատասխանատվություն, որը դու պիտի տրամադրես։ Ու Հայկոն մի հատ էլի յուրահատկություն ունի,
Եկա չեմ կարող անցյալով խոսամ իր մասին։ Ես գացի որ ներկայումս խոսում։ Յուրահատկություն ունի, որ ինքը ամեն մեկին նենց էր անում, որ այդ ամեն մեկը մտածում էր, որ մենակ ինքը ունի ամենամոտիկն է։ Ամենամոտիկն է ու դե իմ հետ ուրիշ ձև է։ Այդտենց նշան։ Բայց հետո վերջում պարզվում էր բոլորիս հետ ուրիշ ձև, բոլորս մեզ զգում էինք առանձնահատուկ։ Այն յուրահատուկ։ Մեր ախպերն է, չէ՞, ասում էր Հայկո։ Մեր ախպերն։ Մեր մտերիմ ու լավ։ Ես մնում հաջողություն մաղթել Հայկո Հակոբյան մշակութային հիմնադրամին դեր այս նախաձեռնությունները թող Իմիջիայլոց շնորհակալություն, որ շարունակում եք գործունեությունը ակտիվ պահել։ Սա շատ կարևոր է, եթե ձեր պատրաստակամությունը չլիներ եւ չանձնվելու տեսակը չլիներ, գուցե շատ երգեր, որոնք մնացել էին փաստորեն ոչ ներկայացված, այսօր չի լսի հանդիսատեսը։ Շնորհակալ ենք։ Դες մենք լսում ենք Հայկոյի կատարումներից, որից հետո դեռ կշարունակենք։
Սուրճ ու սեր առավոտից։ 10:46 րոպե դուք շարունակում եք լսել եւ դիտել հանրային ռադիոյի առաջին ալիքը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ ակտիվության, ջերմության համար եւ իզուր չէր, որ ես տառապելով, լեզուս կոտրատելով գերմաներեն ողջույն ուղարկեցի բոլոր գերմանացիներին։ Այո, տանջանքս ուներ իր արդյունքը։ Չարչարանքը տապաշխարանք, այո։ Գագ Ավակյանը գրում է մեզ Ֆրանկը լսեց իմ ողջույնը, էլի, իմ ողջույնը, իմ ու ասաց, որ մինչև այսօր Սպասիր։ Ու ասաց, որ մինչև այսօր ստիպում էի Հայաստանը սիրել, այսօր հանձնվել է։ Շուտ պիտի ասեիք, Գագ ջան, ես պիտի եթերից անդադար ողջույն, մի անգամից հանձնվեր։ Էլ չչարչարվեիք այդքան ստիպեիք, որ սիրեր Հայաստանը։ Ինքնակամ սիրեց Հայաստանը։ Իսկ գերմաներեն ողջույնի համար խնդրեց Լուսինեին փոխանցել Herzlichen Dank, Hübsche Frau։ Շնորհակալություն։ Danke։ Ինչ հասկացար։ Կապ չունի։ Չէ, իհարկե կապ չունի։ Հայկ Գրիգորյանն ասում է, որ Վանաձորում խնդիր է մեզ լսելը, մենք անպայման մեքենայի մեջ, մենք անպայման կփոխանցենք մեր տեխնիկական անձնակազմին, որպեսզի հասկանան ինչ խնդիր է առաջացել ձեզ մոտ, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ դուք մշտապես լսեք մեզ։ Դե իսկ հարցումը կամփոփենք արդեն ընդամենը րոպեներ անց։ Այո, հիշեցնենք եւս մեկ անգամ։ Արագ մտեք եւ հարցում մասնակցեք։ She got that vibe, mi chico. Dance all night, mi chico. Eyes on me, mi chico. Midnight, here we go, tico. She got that vibe, Mi chico. dance all night. Chico. Love it when she call me Chico. Midnight, here we go, tico. You the only reason that the city girls up right now. Mind all your money, you ain't thinking about love right now. I put my faith in us when we didn't stay in touch. You stopped picking up my calls, it was obvious. Slow down, come close to me. Your touch is all I need. Girl, your body cries for me. Saying those words that make me weak. She got that vibe, mi chico. Dance all night, mi chico. Eyes on me, mi chico. Midnight, here we go, tico. She got that body, Chico. dance all night. Mi chico. Love it when she call me Chico. Midnight, here we go, tico. Yeah, yeah. I just love it when she call me. Yeah. Love it when she call me. Love it when she call me. Սուրճ ու սեր առավոտից։ 10:50 րոպե։ Մենք շարունակում ենք հետևել նաև մայրաքաղաքի երթևեկությանը 6 բալ է խցանումային նիշը եւ ունենք 2 գերծանրաբեռնված փողոց, որոնց մասին անպայման ուզում եմ այս պահին տեղեկացնել վարորդներին։ Աբովյանի ճնողը դեպի Հանրապետության հրապարակ ուղղությունը միակողմանի գերծանրաբեռնված է։ Պուշկին փողոցը եւս միակողմանի այս պահին գերծանրաբեռնված, ինչպես նաև Վազգեն Սարգսյան փողոցը։ Խցանումային նիշը այս րոպեներին 6 բալ է։ Ասա որ վթար չկա, ասա դու դա։ Այո, ուզում եմ ասել, որ այսօր վթար չունենք։ Ինչ լավ է, ինչ որ տարօրինակ է, չէ՞։ Ես շտապեցի հայտնվեց վթար հենց այս վարքյանին։ Մենք էլ ուրախացանք, որ մեկ օր կլինի, որ եթերում վթարների մասին չենք խոսի։ Դեպի թունել ընթացող հատվածն է։ Որ թունել։ Բելաջոյի մոտի թունել, այսպես ասենք։ Միաստիկյանի սկիզբ, հատված դեպի թունել այդ կոր հատվածում, ձախ հատվածում ունենք վթար։ Դե առավոտյան չունենք, բայց հիմա ցավոք սրտի արդեն վթարները սկսեցին։ 6 բալ է վերջո նիշնել աճեց։ Զգոն եւ զգույշ եղեք։ Իսկ ֆիքսել ես, նկատել ես մի կարևոր բան, որ այս պարագայում հաճախ երբ խցանումները շատ են լինում, վթարներ չեն լինում։ Հենց խցանումներ չկան ու փողոցները երթևեկել են, վթարները շատանում են։ Որ փողոցը ազատ է, չի նշանակում ոնց ուզեք այդպես պիտի վարեք մեքենան, հարգելի ռադիո լսողներ։ Ցանկացած պարագայում զգոնությունը պահպանելը շատ կարևոր է։
Եվ լինել կանխատեսելի գործընկեր վարորդների համար, թարթիչը մի մոռացեք միացնել եւ դուրս եկեք ձեր հեռախոսների միջից։ Այո, հետևեք միմիայն ընթացքին, երթևեկությանը, ինչպես Տիգրանն է սիրում ասել, կանխատեսելի եղեք մյուս վարորդների համար եւ մի մտածեք, որ փողոցում միայն եւ միայն դուք եք, կան այլ վարորդներ եւ պետք է հաշվարկները կատարելուց հաշվի առնել նաեւ կողքի մեքենաների առկայությունը։ Շնորհակալություն։ Այո, շնորհակալություն, դե իսկ մենք անդրադառնանք մեր հարցմանը, այսօրվա հարցը հետեւյալն էր, եթե այսօր կարողանայիք 1 բան ստանալ անվճար, ապա ինչ կտրեիք։ Առաջին տեղում Ինձ ուրախացրել են արդյունքները ու կասեմ թե ինչու։ Տես 50% ձայներով առաջին տեղում է ճամփորդություն տարբերակը։ Երկրորդ տեղում է 1 միլիոն դրամը 37% եւ երրորդ հորիզոնականն է զբաղեցրել թանկարժեք իրը 12%։ Գիտես հետաքրքիրը որն է, որ ես մտածում էի, որ այդուհանդերձ 1 միլիոն դրամն է առաջին հորիզոնականում հայտնվելու, բայց ի ուրախություն մեզ բոլորիս մարդիկ հասկանում են ու գնահատում են զգացմունքները, էմոցիաները, հույզերը, սրանք շատ կարևոր են, ավելի կարևոր, քան այդ փողերը, այնպես որ շատ լավ տարբերակ եք ընտրել ճամփորդություն, սա խոսում է նրա մասին, որ մենք միայն սպառող չենք։ Մենք նաև սիրում ենք հույզեր, գեղեցիկ հույզեր։ Եվ այս դրական նոտայով էլ հրաժեշտ տանք ձեզ, այս առավոտը ձեզ հետ անցկացրեցին Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը։ Լավ որ ձեզ թող օգոստոսի 20-ը լինի ձեր կյանքի երջանիկ օրերից մեկը։ Հաճելի անակնկալներ։